Պատահական չէ, որ քննչական մարմինների ղեկավարների ներկայությամբ այս ամբիոնից հնչում են կոնկրետ մեղադրանքներ եւ իշխանությանը բնորոշ կարևոր մի հատկությամբ այն է պատմությունը խեղաթյուրելը, փաստերը խեղաթյուրելը, իրականությունը գլխի վար շուրջ տալը, անգամ մարդն ասում է ես եղել եմ մարտի 1-ին ընդ ու ոչ ավել ոչ պակաս Սեյրան Օհանյանին ներկայացնում է որպես պաշտպանության նախարար 2008 թվականի մարտի 1-ին պարոն Օհանյանը պաշտպանության նախարար չէր պարոն Օհանյանի հայտարարությունը կոչը նորից լսեք կրկին լսեք գուցե 10 անգամ լսեք եւ երբ որ դուք դա ձևակերպում եք որպես սպառնալիքների հնչեցում հələ մի հատ նայեք ձեր իշխանության ժամանակ դուք ոչ թե սպառնալիք էիք հնչեցնում դուք սպառնալիքը կյանքի էիք կոչում փողոցում մարդ էիք ծեծում հղի կնոջ էիք վրա երթի ենթարկում ախր սրանք փաստեր են որոնք որ ոչ վաղ անցյալում են տեղի ունեցել դուք եկել եք հիմա գլխի վրա ասեն շուրջ տված իր վիճակը աղավաղելով